Սևանա լճի ափին Սևան Festival City տարածքում մեկնարկել է Վարչաֆեստ 2026 երաժշտական մրցույթ փառատոնը։ Վաղ առավոտից փառատոնին մասնակցելու համար Սևանա լիճ ժամանող մարդկանց հոսքը բավականին ակտիվ է, աշխատանքները եռում են նաև ետնաբեռնում։ Փառատոնի տարածքում գործում են նաև ջրային զվարճանքներ, խաղեր, ֆոտոանկյուններ, ինչպես նաև գործում է տոնավաճառ, որտեղ տաղավարներում ներկայացված են Գեղարքունիքի մարզի համայնքները ներկայացնող մշակութային կենտրոնների, դպրոցների պատրաստած աշխատանքներ։ Բավականին հոսք ունենք, նայում են, շատ հետաքրքրված են, որտեղ յուրահատուկ գործեր ունենք։ Թաղիքագործություն, թղթի վերամշակում, ասեղնագործություն։ Տիկնիկներ եմ ներկայացնում Մարաշի ասեղնագործության մոտիվներով։ Տիկնիկները ամբողջությամբ հայկական ձեռարվեստի հետ են կապված։ Առավոտվանից ունենք մեծ հոսք հյուրերի, բոլորը հետաքրքրված են մանավանդ խեցեգործական աշխատանքներով, կիրառական արվեստի գործերով, նկարչությունով ապակու վրա։ Հետաքրքրությունը մեծ է և դիտողները նույնպես մեծ թվաքանակով են։ Բացված տաղավարներում շրջայց է կատարել նաև վարչապետ Փաշինյանը, ծանոթացել ներկայացված արտադրանքին։ Մեր տպագրությունը, Սոֆի տպագրությունը արդեն մի քանի տարի շուկայում կան, ու այսպես տեղական մեր աշխատանքներն ենք ներկայացրել Վարդենիսի։ Կոնյակները։ Կոնյակները։ Սա էլ ձեզ մի փոքր նվեր մեր տպագրության կողմից։ Այո, իհարկե, մահանջված են փաստորեն ալբերել։ Եվ ոչ միայն ալ, որը նայում ես բացում։ Մինչև մրցութային համարների մեկնարկը կազմակերպիչներն ու ընտրված լավագույն 20 խմբերի մասնակիցներն են կիսվել իրենց տպավորություններով, զգացողություններով։ Միայն հաճույք կստանամ նրանից, որ կարողանանք հանդիսատեսին մատուցել մեր տարբերակը եւ փորձենք այնպես անել, որպեսզի ապրեն այն ապրումները, որոնք մենք ուզում ենք փոխանցել եւ տեսնել, որ ապրում են։ Մենք ընտրել ենք երաժշտությունը ու փորձում ենք այդպես ինքնաարտահայտվել, մնացածը թողնում ենք ուղղակի հանդիսատեսի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքին։ Միանշանակ շատ բարձր եմ գնահատում Վարչաֆեստի գաղափարը ու ընդհանուր այս աշխատանքները, որոնք իրականացվում են շատ բարձր ու պրոֆեսիոնալ մակարդակի, որը մեզ երիտասարդների իրոք թույլ է տալիս, որ մենք շփվենք այս ազատ մթնոլորտում, ձևավորենք կապեր, ստեղծենք ու այդ ոլորտին միանշանակ խթանում է։ Ինձ թվում է շատ հաջողություններ կբերվի մեզ, որովհետև ցույց կտանք մեր թեմային աշխատանքը եւ բացի դրանից էլ գոնե մեծ ճանաչում կունենանք։ Երանի մեր ժամանակի երիտասարդ ժամանակներում sense միջոցառում ունենանք, պետությունը այսքան ռեսուրս տրամադրել, որ մենք կարողանանք ելույթ ունենանք մեր ստեղծագործությունները ներկայացնենք, նկարահանվել այդ ամեն ինչը, այս արդեն մեծ իրադարձություն է սկսնակ խմբերի համար ամենայն դեպս։ 20 խմբից 4-ն է մրցանակ ստանալու, գլխավոր մրցանակը 4 միլիոն դրամ, առաջին մրցանակը 3 միլիոն դրամ, երկրորդ մրցանակը 2 միլիոն դրամ և երրորդ մրցանակը 1 միլիոն դրամ։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս 20 խմբերը արդեն իսկ հայտնվել են պետության ուշադրության կենտրոնում, կարող եմ գաղտնիք բացել այս 20 խմբերից հաղթողը նաև հնարավորություն է ունենալու սեպտեմբերի 21-ի միջոցառումների ծրագրում ընդգրկվելու։ Մնացյալ խմբերը ամբողջ տարվա ընթացքում լինելու են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցառումների բազայում։ Հիշեցնենք, որ այս մրցույթին մասնակցելու համար մոտ 100 բենդ էր հայտ ներկայացրել։ Շատ դժվար էր ընտրությունը, որովհետև 1000-ից ավել երաժիշտ են լսել մասնագիտական հանձնախմբի անդամները բոլոր մարզերում եւ կարծում եմ սա շատ լավ առիթ էր նախ ընդհանուր առմամբ հասկանալու թե ինչ ստեղծագործական ներուժ ունեն մեր մարզերը։ Այս տարվա հաղթողները կորոշվեն պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։ Մինչև մրցութային համարները ելույթներով հանդես եկան Ճախրուկ էթնոերաժշտախումբը, Լավելի բենդը, Կամի Ֆրենց բենդը։
Ժամը 18:20-ից մինչև 21:10 բեմում են մրցութային համարները։ Վարչաֆեստը կավարտվի Քամանչաբենդի ու Վարչաբենդի կատարումներով, իսկ վերջում տեղի կունենա մրցանակաբաշխությունը։ Էմմա Վարդանյան, Մերի Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։